Ամերիկյան երկինքը կրկին սևացավ այս անգամ Քենթաքիում UPS-ի բեռնատար ինքնաթիռի կործանումը դարձել է ողբերգություն, 12 զոհ, այդ թվում 1 երեխա։ Քաղաքական օդային հոսանքները նույնպես ատամվում են։ Վաշինգտոնյան հանդիպումից հետո Հայաստանը խաղաղության մասին է խոսում, Բաքուն քարտեզների։ Խաղաղություն, թե գեղեցիկ փաթեթավորված սպառնալիք, վերլուծությունը Հայաստանից։ Կալիֆոռնիայի պայքարը հարբած վարորդների դեմ 6 հիմնական պատճառ՝ թույլ օրենքներ, կարճաժամկետ արգելքներ, անպատժելիություն եւ իհարկե քաղաքական անտարբերություն։ Հետաքննության մանրամասները վարքյաններ անց։ Տեխնոլոգիական աշխարհում գաղտնիությունը նոր օրենք է ստանում։ Դուք կարող եք արգելել ձեր անձնական տվյալների վաճառքը կամ փոխանցումը միայն մեկ սեղմումով, ամբողջ ինտերնետը կլսի ձեր ոճը։ Լոս Անջելեսում իրավապաշտպաններն ահազանգում են։ Դաշնային գործակալները ձերբակալել են ԱՄՆ քաղաքացու, իսկ մեկամյա երեխային տարել անհետուղությամբ։ Տեսանյութը ցնցել է հանրությանը։ Օրինջ քաունթին վերածվել է իրական վայրի բնության բեմի։ Լեռնառյուծը դուրս է եկել արահետ, հետապնդելով հեծանվորդների։ Կառավարության փակումը շարունակում է խեղդել երկիրը։ Դեմոկրատները Թրամփին կոչ են անում վերադառնալ բանակցությունների սեղան։ Այս եւ մի շարք այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Ողջույն սիրելի հետևորդներ, US Armedia YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են սկզբում վերջին օրվա սարսափելի դեպքի մասին։ ԱՄՆ Քենթաքի նահանգում UPS բեռնատար ինքնաթիռի վթարի արդյունքում զոհերի թիվը հասել է 12-ի եւ այդ թվում 1 երեխա։ Քենթաքի նահանգապետ Էնտի Բեշիրն ասել է, որ փրկարարները շարունակում են որոնումները, սակայն ողջ մնացածների հայտնաբերումը քիչ հավանական է։ Հրշեջները ժամեր շարունակ մարում են կրակը, որը ոչնչացրել է մեծածավալ բեռնատար օդանավն ու տարածվել մոտակա ձեռնարկությունների վրա։ Ավիացիոն անվտանգության ազգային խորհրդի անդամ Թոդ Ինմանը հայտնել է, որ ինքնաթիռի թռիչքի թույլատվություն ստանալուց հետո ընդամենը մի քանի վայրկյանում կրակ է բռնկվել ձախ թևում։ Հետաքննության ղեկավարող խորհուրդն էլ փորձում է պարզել, ինչու է առաջացել հրդեհը եւ ինչու է շարժիչը պոկվել թռիչքի ժամանակ։ Այդ հարցերի պատասխանները ըստ նրա կարող են ավելի քան 1 տարի պահանջել։ Բեռնատար ինքնաթիռը, որի մեջ եղել են անձնակազմի 3 անդամ, վթարվել է երեքշաբթի երեկոյան ժամը 5:15-ին։ Բեշիրն ասել է, որ զոհված երեխան այդ վայրում էր ծնողի հետ։ Լուիսվիլի համալսարանի հիվանդանոցում դեռևս կան մարդիկ ծանր վիճակում։ Այս դեպքը նմանեցնում են 1979 թվականի աղետին, երբ American Airlines-ի DC-10-ը վթարվեց Չիկագոյում շարժիչի պոկվելու պատճառով, ինչի հետևանքով զոհվեց 273 մարդ։ UPS-ի MD-11 օդանավը, որը ստեղծվել է նույն մոդելի հիման վրա, ուներ նույն General Electric շարժիչները եւ վերջին անգամ տեխնիկական սպասարկման էր ենթարկվել հոկտեմբերի 18-ին Սան Անտոնիոյում։ Սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք այդ սպասարկումը առնչություն ունեցել է վթարի հետ։ Մինչև ամերիկյան այլ թեմաներին անցնելը մեր արդեն ավանդական դարձած շարքից մեկ լուր։ Խոսքը վերաբերում է Հայաստանի միջազգային հարաբերություններում շարքին։ Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հանդիպումից հետո պաշտոնական Երևանն ու պաշտոնական Բաքուն տարաբնույթ հայտարարություններ են անում։ Բաքվի հռետորաբանության քողի տակ նոր փուլի սկիզբ ենք նկատում՝ պատմական քարտեզների, տեղանունների եւ սահմանադրական նախապայմանների պատերազմ։ Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության դարաշրջանի բացման մասին, Իլհամ Ալիևը Սևանա Լիճ անվան գոյությունն է կասկածի տակ դնում, իսկ Հայաստանն առհասարակ անվանում է Արևմտյան Ադրբեջան։ Երբ Բաքուն խոսում է ադրբեջանցիների վերադարձից Հայաստան, պաշտոնական Երևանը զգուշորեն ժպտում է, ասելով, թե խոսքեր են, ոչ գործողություններ։ Բայց եթե այդ վերադարձը պետք է լինի մեքենաներով, ոչ թե տանկերով, ապա արդյոք դա խաղաղության խոստում է, թե գեղեցիկ փաթեթավորված սպառնալիք։ Եվ մինչև կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում Վաշինգտոնի հռչակագիրը, մի հարց է շարունակում կախված մնալ օդում։ Արդյոք խաղաղությունն է խոսում, թե պարզապես տվերային նախերգանք է ավելի վատ սցենարի։ Մեր գործընկերն է Հայաստանից բացում թվացյալ բարի կծիկը։ Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հանդիպումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, պնդում են Հայաստանի իշխանությունները։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, դա աներկբա է։ Պաշտոնական Բաքվի հռետորաբանությունը սակայն տարբերվում է։ Օրեր առաջ Իլհամ Ալիևի ձևակերպումներն Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայում դժվար էր տեղավորել խաղաղության օրակարգի շրջանակներում։ Ցավոք տարիներ շարունակ հայկական կողմը եւ Սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը եւ այս քարոզչությունը շարունակվում է։ 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները այսօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն։ Սևանա Լիճ չկա։ Հայաստանյան արձագանքը Ալիևի բառամթերքին կոշտերից չէր։ Նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ ասել
Ադրբեջանի նախագահ ասել է, որ եթե ցարական քարտեզներում եթե նայենք Սևանալիճ չկա, կա այլ անուն։ Ինչ որ անուն։ Եթե հետ գնանք տեղանունների իմաստով ամենևին մեզ համար ոչ շահեկան վիճակ չենք տեսնի, շատ շահեկան վիճակ տեսնենք, բայց հետ գնալ պետք չի, պետք է գնալ առաջ։ Եվ դա է խաղաղության ամրապնդման եւ պահպանման ձևը։ Ադրբեջանի ղեկավարն իր այդ նույն ելույթում կրկին անդրադարձել էր ադրբեջանցիների վերադարձին Հայաստան, նշելով, թե դա չպետք է վախեցնի հայ ժողովրդին եւ պետությանը։ Ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին։ Ադրբեջանցիները Հայաստան պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները եւ իհարկե գիտնականները պետք է աշխատեն դրան հասնելու համար։ Հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներն այս խոսքերում սպառնալիք չեն տեսնում։ Դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է։ Ադրբեջանի հռետորաբանությունը կտրուկ օգոստոսի 8-ից հետո իջել է, փոխվել է եւ դա տեսանելի է նաեւ սահմանում, ինչը ես կարող եմ ասել որպես պաշտպանության նախարար, դա փաստ է։ Ճիշտ են ասում, թե չէ։ Այս հարցը ձևակերպելը եւ փորձելը պատասխանել այս հարցի ինքնին անհաջողության նախապայման է։ Իդեպ այս օրերին Հայաստանում խաղաղության թեմայով քննարկումներ են անցկացվում, դրանց մասնակցում են նաև ադրբեջանցի փորձագետներ։ Ինչ են հասկանում նրանք, երբ Ադրբեջանի նախագահը Հայաստանն անվանում է Արևմտյան Ադրբեջան։ Արդյոք սա տարածքային նկրտում չէ եւ չի հակասում Վաշինգտոնյան պայմանավորվածություններին։ Պետք է հարցը ուղղեք Ադրբեջանի պաշտոնատար անձանց, բայց եթե փորձագիտական կարծիք եք ուզում լսել, առաջարկում եմ բոլորը ստուգենք Վաշինգտոնի հռչակագիրը երկու երկրների միջև, որը վերաբերում է տարածքային ամբողջականության երկու ստեղ ճանաչմանը։ Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը, այն ստորագրելու համար Բաքուն մի քանի նախապայման ունի։ Դրանցից մեկի մասին Երևանում բարձրաձայնում է ադրբեջանցի լրագրողը։ Հարցը խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման հիմնական խոչընդոտի Հայաստանի սահմանադրության փոփոխության մասին է, ինչպես հայտարարում են Բաքվում։ Որքան շուտ կկատարվեն այդ փոփոխությունները, ինչի արդյունքում կստորագրվի համաձայնագիրը։ Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր սահմանադրության մեջ որևէ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա։ Եվ հետևաբար մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ եւ չենք բանակցում սրա շուրջ։ Այդուհանդերձ Հայաստանն ըստ Արարատ Միրզոյանի պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների, բայց դա Բաքվի պահանջի հետ կապ չունի։ Ներհայաստանյան եւ միայն գուցե ներհայաստանյան օրակարգի մասը։ Իդեպ խաղաղության օրակարգի շրջանակներում Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի նախագահին հրավիրել էր մասնակցելու 2026 թվականին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ալիևը մերժել է հրավերը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների պատճառն այն է, որ պետությունների միջև խաղաղության համաձայնագիրը դեռ չի ստորագրվել։ Շարունակենք լուրերը եւ առաջիկա շարքը Կալիֆոռնիայից։ Կալիֆոռնիայում վերջին տասնամյակում ալկոհոլով պայմանավորված մահացու վթարները աճել են ավելի քան 50%, այսինքն 2 անգամ ավելի արագ, քան ԱՄՆ միջին ցուցանիշն է։ Հետաքննությունը ցույց է տվել 6 հիմնական պատճառ, թե ինչու են Կալիֆոռնիայում մահացու վթարները կրկին աճում։ Առաջին՝ թույլ օրենքներ, կրկնակի հարբած վարորդների հանդեպ հատկապես։ Կալիֆոռնիայում վարորդի միայն 4-րդ DUI դեպքում է սպասվում լուրջ քրեական հանցանքի մեղադրակ, եթե իհարկե նա վնասված չի պատճառել որևէ մեկին։ Որոշ նահանգներում արդեն երկրորդ DUI-ն է համարվում ֆելոնի։ Դիցուկ, մի վարորդ, որը 3 անգամ դատապարտվել էր հարբած վարելու համար, 2021-ի մահացու վթարի պատճառ էր դարձել։ Երկրորդ, վարորդական իրավունքների արագ վերադարձ Կալիֆոռնիայում 3-րդ DUI-ից հետո վարորդական իրավունքից զրկվում է ընդամենը 3 տարով։ Նյու Ջերսիում օրինակ 8 տարով, Նեբրասկայում 15 տարով, իսկ Քոնեկտիկուտում ընդմիշտ։ Կան վարորդներ, ովքեր 6 DUI-ից հետո կրկին վարում են օրինականորեն։ Երրորդ, իրավապանները հաճախ չեն պատժում դատարան չներկայացողներին։ Շատ հարբած վարորդներ պարզապես չեն ներկայանում դատարան եւ շարունակում են վարել մեքենա մինչեւ մահացու վթարը։ Օրինակ, Սիլվեսթեր Քոնվեյը 3 անգամ ձերբակալվել էր հարբած վարելու համար, բայց չէր ներկայացել դատարան։ Նրա 4 դեպքը 2022-ին ավարտվեց մահվամբ։ 4-րդ, հարբած վարորդի սպանությունը Կալիֆոռնիայում չի համարվում բռնի հանցագործություն։ Պարադոքս է։ Հարբած վարորդը, որը միայն կոտրել է ինչ-որ մեկի ոտքը, կարող է ավելի երկար բանտարկվել, քան նա, ով սպանել է մարդու։ Սա շատերի համար անընդունելի հակասություն է։ 5-րդ,
ավտոմեքենաների մեջ IID սարքերի կիրառումը։ Այդ սարքերը կանխում են մեքենայի գործարկումը, եթե վարորդը հարբած է։ 2023-ին Կալիֆոռնիայում դրանք կանխել են 30,500 դեպք, սակայն նահանգը դրանք պարտադիր չի դարձնում առաջին անգամ բռնվածների համար։ Եվ 6-րդը, բայց բնավ ոչ վերջինը, պարզապես այս 6-նյակն են գլխավորները։ Քաղաքական անտարբերություն եւ չկատարված բարեփոխումներ։ Չնայած մահացությունների աճին, նահանգային օրենսդիրները հրաժարվում են խստացնել DUI օրենքները։ Վերջին օրինագիծը, որը կպարտադրեր սարքերի օգտագործումը բոլոր դատապարտվածներին, մերժվել է DMV-ի կողմից ռեսուրսների պակասի պատճառաբանությամբ։ Արդյունքը կրկնակի հարբած վարորդները մասնակցում են մահացու վթարների մեծամասնությանը։ Ամերիկյան տեխնոլոգիական ոլորտում մեծ փոփոխություն է հասունանում։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է Assembly Bill 566 օրենքը, որը պարտավորեցնում է վեբ դիտարկիչներին, ինչպիսիք են Chrome-ը, Edge-ը եւ Firefox-ը, առաջարկել օգտվողներին հատուկ opt-out ազդանշան, որը ավտոմատ կտեղեկացնի կայքերին, որ տվյալ անձը չի ցանկանում, որ իր տվյալները վաճառվեն կամ կիսվեն։ Փորձագետների խոսքով այս օրենքը կարող է դառնալ դաշնային չափանիշի հիմք, քանի որ տեխնիկական առումով այն հեշտ է իրագործել եւ ընկերությունները հավանաբար կիրականացնեն փոփոխություն ամբողջ երկրում, ոչ միայն Կալիֆոռնիայում։ Նոր պահանջով բոլոր վեբ դիտարկիչները մինչև 2027 թվականը պետք է ունենան հնարք, որը հնարավորություն կտա օգտվողներին ընտրել, արդյոք իրենց տվյալները կարող են վաճառել կամ կիսել։ Այս ազդանշանը կփոխանցվի կայքերին ավտոմատ, առանց յուրաքանչյուր կայքում առանձին նշելու։ Օգտատերերը պարզապես միացնելու են այսպես կոչված մեկ անջատիչ եւ պաշտպանված կլինեն ամբողջ ինտերնետում։ Անձնական տվյալները պաշտպանելուց բացի ցանկալի է նաև բավարարել անձնական պահանջները։ Այդ իսկ պատճառով առաջարկում օգտվել մեր 3 գործընկերների ծառայություններից։ Կերիս Մամսպեկերին, որի նոր հասցեն Գլենդելի կենտրոնում է, կդառնա, եթե դեռևս չի դարձել ձեր ամենօրյա թարմ հացի կենտրոնը։ Կոզանյան Meat and Liquor Market-ը ամենօրյա հայկական հարուստ տեսականու գնումների վայրը, իսկ Cosmopolis ռեստորան եւ բանկետ հոլը երեկոների ժամանցի կենտրոն։ Իդեպ, այն արդեն բացել է Hookah Lounge Patio-ն։ Շարունակենք լուրերով եւ Կալիֆոռնիայի լուրեր ավելի կենտրոնացնենք Լոս Անջելեսում։ Դաշնային միգրացիոն գործակալները Լոս Անջելեսում իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են ԱՄՆ քաղաքացու եւ նրա մեքենայով ներսում գտնվող 1 տարեկան աղջկա հետ հեռացել են դեպքի վայրից։ Այս մասին հայտնել են մարդու իրավունքների պաշտպաններն ու ընտանիքի անդամները։ Տեսանյութում, որը տրամադրել են միգրանտների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները, երևում է զինված եւ դիմակավորված գործակալները մեքենայի մոտ բերման են ենթարկում մի տղամարդու։ Մինչդեռ նրա փոքրիկ դուստրը գտնվում է մեքենայի հետևի նստատեղին, ամրագոտիով ամրացված։ Երբ տղամարդուն հեռացնում են, գործակալներն են նստում մեքենան ու հեռանում, երեխային թողնելով նստատեղին։ Երեխային ավելի ուշ փոխանցել են ընտանիքի անդամներին, որոնք նրան վերցրել են Դաշնային անվտանգության վարչության Լոս Անջելեսյան գրասենյակից։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչը հաստատել է, որ ԱՄՆ քաղաքացի տղամարդը ձերբակալվել է հարձակում կատարելու կասկածանքով գործակալների վրա։ Տղամարդու գտնվելու վայրը դեռևս անհայտ է, եւ իրավապաշտպաններն ասում են, որ սա լուրջ խախտում է թե իրավական, թե էթիկական նորմերի, քանի որ գործակալները պարտավոր էին անմիջապես ապահովել երեխայի անվտանգությունը առանց նրան տեղափոխելու անհայտ ուղղությամբ։ Կալիֆոռնիայի հանրապետական կուսակցությունը դաշնային դատական հայց է ներկայացրել արգելափակելու նոր կոնգրեսական քարտեզը, որը հաստատվեց ընտրողների կողմից։ Proposition 50-ը կարող է դեմոկրատներին ապահովել մինչև 5 լրացուցիչ տեղ ներկայացուցիչների պալատում, սակայն հայցի հեղինակները պնդում են, որ միտումնավոր օգտագործել են ռասայական գործոններ ի շահ իսպանախոս ընտրողների, ինչը նրանց խախտում է ԱՄՆ սահմանադրության 14-րդ եւ 15-րդ լրացումները, որոնք երաշխավորում են օրենքի առաջ հավասար պաշտպանությունը եւ ընտրական իրավունքների պաշտպանությունը։ Հայցը ներկայացվել է ԱՄՆ կենտրոնական շրջանի դաշնային դատարան։ Հանրապետականների պնդմամբ նահանգային օրենսդիրները եւ քարտեզի խորհրդատուն հրապարակային հայտարարություններում ընդունել են, որ մի շարք տարածքներ միտումնավոր ձևավորվել են լատինո մեծամասնությամբ։ Հայցում մեջբերվում է դեմոկրատների հաղորդագրությունը, որտեղ ասվում է, որ նոր քարտեզը պահպանում է եւ ընդլայնում ընտրական իրավունքի օրենքով ամրագրված լատինո ընտրողների ուժեղացման շրջանները առանց փոփոխությունների սևամորթ մեծամասնությամբ շրջաններում։ Գևին Նյուսոմի գրասենյակը պատասխանել է սոցցանցում գրառումով հաջողություն պարտվողներ։ Այս գործով որոշումը սպասվում է առաջիկա շաբաթներին, սակայն դեռևս անորոշ է, արդյոք դատական թևը ժամանակավոր արգելանքը կհաստատի մինչև դեկտեմբերի 19-ը, դա այն օրն է, երբ թեկնածուները սկսում են ստորագրություններ հավաքել 2026-ի ընտրություններին մասնակցելու համար։ Հանրապետականները Կալիֆոռնիայում արդեն մի քանի անգամ դատական հայցեր ներկայացրել են, փորձելով կասեցնել դեմոկրատների այս նախաձեռնությունը, սակայն ապարդյուն։
Հանրաճանաչ զբոսաշրջային վայրերից մեկը Whiting Ranch Wilderness պարկը Orange County-ում փակվել է Լեռնառյուծի վտանգավոր միջադեպից հետո։ Orange շրջանը հայտարարել է, որ տարածքը փակվում է մինչև նոր ծանոթումը։ Տարածված տեսանյութում էլ երևում է, թե ինչպես է վայրի կենդանին հետապնդում երկու հեծանվորդի։ Տեսանյութը նկարահանվել է 3։ Սկզբում կենդանին երևում է ծառների ու թփերի հետևից, հեծանվորդները սկսում են դանդաղ նահանջել, բայց դա էլ կարծես թե գրավում է տանտիրոջ ուշադրությունը։ Կադրերից երևում է, որ կենդանին մոտենում է շատ վտանգավոր հեռավորության վրա, սակայն հետո փախչում դեպի անտառ։ Բարեբախտաբար վնասվածքներ չեն գրանցվել։ Whiting Ranch-ը վերջին տարիներին համարվում է մայրաքաղաքային բնակչության սիրելի վայրերից մեկը հեծանվային արահետներով եւ բլրային գոտիներով, որտեղ երբեմն հանդիպում են վայրի կենդանիներ։ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական ղեկավարությունը այսօր կրկին խոսել է կառավարության գործունեության դադարեցման մասին։ Փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը հայտարարել է, որ Թրամփը պետք է լքի մի կողմ քաշվածի դերը եւ մտնի խաղի մեջ։ Հակառակ դեպքում կառավարությունը շարունակելու է մնալ փակ։ Նա ընդգծել է, որ պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը եւ Սենատի հանրապետական ղեկավար Ջոն Թյունը չունեն որևէ լիազորություն գործելու սեփական նախաձեռնությամբ։ Թրամփը չափազանց զբաղված է հարուստների շքեղ միջոցառումներ կազմակերպելով, գոլֆ խաղալով եւ անգամ սպիտակ տան կեսը քանդելով, ասել է Ջեֆրիսը։ Նա կարողանում է գտնել 40 միլիարդ դոլար Արգենտինայի համար, բայց ոչ մի ցենտ Ամերիկայի երեխաների սովը կանխելու համար։ Նրա խոսքով ժողովուրդը հստակ ցույց է տվել բավական է։ Նրանք ընդգծել են, որ ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ ամերիկացիները ցանկանում են ղեկավարներ, որոնք պաշտպանելու են առողջապահությունը, սննդի օգնությունը, կրթական ծրագրերն ու աշխատավոր մարդկանց բյուջեները։ Ջեֆրիսն ասել է, որ ամերիկացիները մերժել են Թրամփի քաղաքականությունը բոլոր շրջաններում, կարմիր, կապույտ եւ նույնիսկ միջին։ Դեմոկրատական առաջնորդների հայտարարությունը եզրափակվել է կոչով. Ժամանակն է Թրամփը վերադառնա բանակցությունների սեղան։ Ժամանակն է կառավարությունը, որ վերաբացվի։ Ժամանակն է դադարեցնել այս անսահմանափակ վնասը, որը կրում են ամերիկացի քաղաքացիները միայն մի մարդու ամբիցիաների պատճառով։ Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ կոչ է արել վերջ դնել Սենատի ֆիլիբաստերի կանոնին։ Թրամփը հանրապետական սենատորների խմբին ասել է, որ ֆիլիբաստերի վերացումն է միակ ճանապարհը ավարտելու կառավարության փակումը, որը դարձել է պատմության ամենաերկարը։ Ժամանակն է, որ հանրապետականները անեն այն, ինչ պետք է անեն։ Վերացրեք ֆիլիբաստեր, ասել է նախագահ։ Նրա հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Սենատը 14-րդ անգամ չի կարողացել ընդունել հանրապետականների ֆինանսավորման ժամանակավոր օրինագիծը։ Ֆիլիբաստերը Սենատի կանոնն է, որը պահանջում է 100 սենատորներից առնվազն 60-ի համաձայնությունը օրինագիծը ընդունելու համար, ապա ուղարկելու դեպի օրենքի քվեարկության։ Հանրապետականներն ունեն 53 տեղանոց մեծամասնություն եւ մեկ հանրապետական դեմ է բյուջետային օրինագծին, ինչը նշանակում է, որ կառավարությունը հնարավոր չէ վերաբացել առանց առնվազն 8 դեմոկրատի աջակցության։ Ֆիլիբաստերի վերացումը կխախտի Սենատի երկարամյա ավանդույթները, հեշտացնելով մեծամասնության համար օրենսդրական նախաձեռնությունների անցկացումը, եւ Թրամփը պնդում է, որ եթե վերացվի ֆիլիբաստերը, հանրապետականները կկարողանան պահպանել իշխանությունը արագ ընդունելով այնպիսի օրինագծեր, որոնք իր խոսքով լայն աջակցություն են վայելում ժողովրդի շրջանում։ Նա նաև զգուշացրել է հանրապետականներին, որ եթե իրենք չվերացնեն այդ կանոնը, ապա դա անելու են դեմոկրատները, երբ ստանա մեծամասնություն։ Սակայն հանրապետական կուսակցության ղեկավարները չեն կիսում Թրամփի դիրքորոշումը։ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Ջոն Թյունը հայտարարել է, որ ֆիլիբաստերի վերացումը մաթեմատիկորեն է անհնար, քանի որ հանրապետականների թիվը բավարար չէ։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը նույնպես պաշտպանել է ֆիլիբաստերի կանոնը, այն անվանելով շատ կարևոր ապահովագրական մեխանիզմ եւ հավելելով, եթե իրավիճակը հակառակը լիներ, մեզ դա դուր չէր գա։ 2022 թվականին դեմոկրատները նույնպես փորձել էին վերացնել ֆիլիբաստերի շեմը, սակայն հանրապետական սենատորները արգելափակել էին նախաձեռնությունը։ Այժմ հարցը կրկին դարձել է կենտրոնական։ Թրամփի վերադարձից հետո հատկապես, երբ կառավարությունը շարունակում է մնալ փակ, անցնելով պատմական 36-րդ օրը առանց ֆինանսավորման։ Եվ վերջին լուրը Գերագույն դատարանից, այստեղ դատավորների մեծ մասը այսօր կասկած են հայտնել, արդյոք նախագահ Դոնալդ Թրամփը իրավունք ունի միանձնյա որոշմամբ սահմանել լայնածավալ մաքսատուրքեր, վտանգի տակ դնելով նրա տնտեսական օրակարգի առանցքային մասը։ Դատարանի 3 պահպանողական դատավորներ հարցեր են բարձրացրել, արդյոք արտակարգ իրավիճակների մասին օրենքը տալիս է նախագահին գրեթե անսահմանափակ իշխանություն փոխելու ներմուծման մաքսատուրքերն ըստ ցանկության։ Այս մոտեցումը ըստ նրանց կարող է տրիլիոնավոր դոլարների ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա։ Առնվազն 2 պահպանողական ձայն կարող է սահմանափակել Թրամփի լիազորությունները, թե առանց ամբողջությամբ չեղարկելու դրանք։ Սա Թրամփի նախագահության առաջին խոշոր իրավական փորձությունն է Գերագույն դատարանում, որտեղ նա նշանակել է 9 դատավորներից 3-ին։
Մինչև այժմ պահպանողական մեծամասնությունը հազվադեպ է սահմանափակել նախագահի գործադիր իշխանության կիրարկումը։ Սահմանադրությունը հստակ ասում է, մաքսատուրքերի սահմանման իրավունքը պատկանում է կոնգրեսին։ Սակայն Թրամփի վարչակազմը պնդում է, որ արտակարգ իրավիճակների մասին 1977 թվականի օրենքը, որը նախագահին թույլ է տալիս վերահսկել ներմուծումը, ենթադրում է նաև մաքսատուրքերի կիրառման իրավունք։ Թրամփը դատական այս գործը անվանել է պատմության ամենակարևորներից մեկը, նախազգուշացնելով, որ իր դեմ որոշումը կլինի տնտեսության համար կործանարար։ Գործը վերաբերվում է երկու մաքսատուրքային փաթեթների։ Փետրվարյան մաքսատուրքերն ընդդեմ Կանադայի, Չինաստանի և Մեքսիկայի թմրանյութերի առևտրի դեմ արտակարգ իրավիճակի հիման վրա և ապրիլյան փոխադարձ մաքսատուրքերը, որոնք տարածվում են աշխարհի մեծ մասի երկրների վրա։ Փոքր բիզնեսների մի խումբ, ինչպես նաև մի շարք դեմոկրատական նահանգներ պնդում են, որ այս մաքսատուրքերը ապօրինի են։ Ստորինատյաններն արդեն վճռել են, որ դրանք չեն կարող հիմնավորվել արտակարգ իրավիճակների մասին օրենքով։ Դատական որոշումը սպասվում է առաջիկա շաբաթների ընթացքում։ Ինչպես նշեցի, սա վերջին լուրն էր այսօրվա համար, այսքանը ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։